Իրավապահ մարմինների աշխատակիցները ոստիկանական գործողությունների արդյունքում Վրաստանի մասշտաբով առևանգել է տասնյակ անօրինական պահված հրազեն, զինամթերք և պայթուցիկ նյութ։ Արդյունքում ձերբակալվել է 51 քաղաքացի։ Հանցագործությունը նախատեսում է 7 տարի ժամկետով ազատազրկում, իսկ ոստիկանական գործողությունները շարունակական կլինեն։ Վրաստանի 1 և օտարերկրյա 2 քաղաքացի է ձերբակալվել, մեղադրվում են թմրանյութերի անօրինական կերպով ձեռքբերման, պահման, ինչպես նաև վաճառքին նպաստելու մեջ։ Նրանց անձնական բնակարանների խուզարկության արդյունքում որպես ապացույց առևանգել են վաճառքի համար փաթեթավորված թմրանյութեր, այդ թվում բուպրենորֆին և չորացրած մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հայտարարություն է տարածում Վրաստան կատարած այցի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերեժ Ժուան-Պենսի և բարձրաստիճան պատվիրակության մի քանի օրյա այցի նպատակն էր խրախուսել երկխոսությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել քաղաքական սպեկտրի ներգրավվածությանը։ Ինչպես նշել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը, նա կոչ է արել բոլոր կողմերին սկսել ուղիղ շփումները։ Հայտարարության համաձայն պատվիրակությունը ողջունել է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումների վերաբերյալ լայն կոնսենսուսը։ Հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկա ընտրությունները երբ կկայանան, պետք է համապատասխանեն ԵԱՀԿ պարտավորություններին։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ապագայում ընտրողները կաջակցեն նրանց, ովքեր ձգտում են իրականացնել ձգտումները կառուցողական ձևով։ Հայտարարության համաձայն այցի առաջին օրը պատվիրակության անդամները այցելել են վարչական սահմանամարզ, որտեղ վերահաստատել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամուր և հետևողական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Վրաստանի վարչապետը հանդիպել է Իսրայելի դեսպանի հետ։ Իրակլի Կոբախիձը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և ցավակցություն հայտնել Իսրայելին զոհերի կապակցությամբ։ Հույս է հայտնել, որ մոտ ապագայում տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունը և ընդգծվել է կայունության կարևորությունը։ Քննարկել են Վրաստանի և Իսրայելի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները։ Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է։ Պատերազմի սկզբից ի վեր ամենաշատ ավիահարվածները հասցվել են Թեհրանին։ Արդյունքում Իրանի մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող շրջաններում էլեկտրաէներգիան անջատած է։ Իսրայելական զինվորականների տվյալներով հարձակումների առաջին ալիքը թիրախավորել է Թեհրանի և Թավրիզի կենտրոնական հրամանատարական կենտրոնները, որտեղ տեղակայված էին իրանական ահաբեկչական ռեժիմի մարտիկները։ Հարվածների երկրորդ ալիքը թիրախավորել է Լիբանանը։ Հարվածները թիրախավորել են նաև Բեյրութի հարավային արվարձան Դահիեն։ Նպատակը Հեզբոլլահի ենթակառուցվածքների ոչնչացումն էր։ Ըստ լրատվամիջոցների Բեյրութի կենտրոնում հարձակման թիրախը բարձրահարկ բնակելի շենքն էր։ Իրանը գիշերը միաժամանակ 3 անգամ մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ավիահարվածներ են տեղի ունեցել նաև Թել Ավիվում, Իսրայելի կենտրոնում և արևմտյան ափի հյուսիսային մասերում։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, 23-ը վիրավորվել են։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել հարավային Լիբանանի 6 գյուղերի բնակիչներին տարհանվել։ Նավթի համաշխարհային գինը նվազեց։ Բրենթ տեսակի գինը ներկայումս կազմում է 1 բարելի գինը կազմում է $88, իսկ մի քանի օր առաջ այն կազմում էր $120։ Միջազգային էներգետիկ գործակալության անդամները նաև քննարկում են նավթի պաշարների հնարավոր ազատման ծրագիրը գների իջացմանը նպաստելու համար, սակայն դեռևս որոշում չի կայացվել։ Ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ, կողմերը ընդգծել են առկա ռազմավարական գործընկերությունը և դրա խորացման կարևորությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել թուրք դիվանագետին երկկողմ սերտ համագործակցության մեջ ունեցած ներդրման համար, ներառյալ երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաղորդակցությանը։
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակության հետ։ Շեշտը դրվել է իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցության կապերի վրա։ Քննարկել են ապագա ծրագրերն ու առաջնահերթությունները։ Ստորագրվել է հուշագիր, որը նախատեսում է համագործակցություն միջազգային կազմակերպված հանցագործության, թմրանյութերի և կիբերհանցագործության դեմ պայքարում։ Վրաստանում արտասահմանյան ներդրումների տեմպը աճել է 7,6%-ով։ Համեմատությունը արվել է 2025 և 2024 թվականների միջև։ Ամենամեծ ներդրումը կատարել է Միացյալ Թագավորությունը, որին հաջորդում է Թուրքիան և Մալթան։ Մայրաքաղաքի քաղաքային ապաստարանը կարող է միաժամանակ ընդունել 240 շահառուի, Թբիլիսիի քաղաքապետը հայտարարություն է արել այս կապակցությամբ։ Հաստատությունը գործում է Լոլոյում։ Մայրաքաղաքի կառավարության նիստում ասվել է, որ անօթևան մարդիկ ապահովված են սննդով, անձնական իրերով և հիգիենայի պարագաներով, ինչպես նաև ստանում են առաջնային ամբուլատոր բժշկական օգնություն։ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է։ Դա դեռևս մարտահրավեր է։ Պաշտոնական տվյալների համաձայն 2025 թվականի ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 1,8%-ով։ Նույն ժամանակահատվածում մահացությունների թիվը աճել է 5,6%-ով։ Թեմայի շուրջ խոսել է Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքի նախագահը։ Վթարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը և մանևրելու կանոնների խախտումը։ Ասվել է, որ անհրաժեշտ է կատարելագործել կիրառման մեխանիզմը և որ միայն պատժամիջոցների խստացումը բավարար չէ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ապրիլի 1-ից նոր կանոնի կիրառմանը, որը կսահմանափակի 6 տարեկանից բարձր մեքենաների օգտագործումը։ Ազգային օլիմպիական կոմիտեում ամփոփվել է վրացի մարզիկների ելույթները ձմեռային օլիմպիական խաղերում։ Քննարկվել է նաև երիտասարդական օլիմպիական փառատոնի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։ Մրցույթը առաջին անգամ կանցկացվի Վրաստանում, իսկ եզրափակիչ փուլը հունիսին կհյուրընկալի Բաթումին։